Ես համաձայն եմ այն գնահատականի հետ, որ 26 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունները շատ կարևոր են, որովհետև մենք պատմական շանս ունենք տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ թերևս նկատելի է նաեւ դիմադրություն այս խաղաղության օրակարգի նկատմամբ, նկատելի է թե ինչպիսի կոնսոլիդացիա կա այն բոլոր ուժերի եւ ես նկատի չունեմ այն քաղաքական ուժերը, ես նկատի ունեմ հայ առաքելական եկեղեցի պատանդած Կտրիչ Ներսիսյանի կողմից գեներացվող ուժեր, ես նկատի ունեմ քաղաքական կուսակցությունների կողմից մոբիլիզացիա, ես նկատում եմ նաև այլ օտար երկրներում կապիտալ կուտակած բիզնեսմեններին այսպես մոբիլիզացիա, պայքարելու խաղաղության դեմ, իսկ խաղաղության դեմ պայքարը միանշանակ բերելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության անկում, ու սա ուղղակի այսպես բառերի շարադրանք չէ, սա մեր ենթադրությունը չէ, սա շատ հստակ ուղերձ է մեր քաղաքացիներին նկատելու, թե այն ինչ է կատարվում այս ընդդիմադիր շտաբում, ես այսպես կասեի, թե ինչպիսի պայքար են իրենք մղում խաղաղության եւ մեր ինքնիշխանության դեմ, սպասարկելով այլ պետության շահը։ Մենք պետք է նկատենք, որ կայսերական մտածողության դեմ է առհասարակ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը, որովհետև երբ որ պետությունները կարողանում են խոսել, համագործակցել, դրանց հիմքում դնել տնտեսական շահ, ակնհայտ է, որ այլ պետությունների ազդեցությունը նվազում է եւ ուրեմն պետք է նկատենք նաեւ, որ կա նաեւ դիմադրություն այլ պետության կողմից մեր խաղաղության նկատմամբ։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք սպասարկելու խաղաղությունը,